Ազգային ժողովի մշտական հանձնաժողովներում արդեն մեր տարբեր նախարարությունների 2026 թվականի ծրագրային անելիքները, դրա ընթացքում իհարկե ավելի մանրամասն կպարզաբանվեն բոլոր այն ծրագրերը, որոնք դուք նշեցիք, ավելորդ է նշել, որ բազմաթիվ նոր նախաձեռնություններ կան, եթե նաև նախաձեռնությունները նոր չեն եւ եղել են 2025 թվականի ընթացքում, դրանց ծավալների շատ զգալի եւ նկատելի աճեր ունենք։ Հասկանալի է նաև, որ այս ամբողջի համատեքստում ունեցել ենք նաև շատ կարևոր նախաձեռնություններ, որոնք մեր վերջին քննարկումների արդյունքում հաշվի առնելով առավել առաջնահերթ անելիքները շարունակել են մնալ մեր բյուջեի առաջնահերթությունների հավելվածում, ես կխնդրեի, որ դուք նաև գործընկերների եւ մեր հանրության համար պարզաբանեք, թե 2026 թվականի ընթացքում ինչ նոր կարգավորումներ եք նախատեսում, որպեսզի այդ առաջնահերթ համարվող, սակայն բյուջեի նախագծում այս փուլում տեղ չգտած նախաձեռնությունները իրագործվեն։ Շնորհակալություն, պարոն Խաչատրյան, նախ նոր կարգավորումների առումով ասեմ, որ այս տարի առաջի անգամ մենք ներկայացնում ենք բյուջեն եռամյա հեռանկարով, որտեղ նաև ներկայացնում ենք բոլոր ծրագրերի ծախսերը առաջիկա 3 տարիների ընթացքում, որպեսզի թե հանրությանը, թե ազգային ժողովին բյուջեն հաստատելուց պարզ լինի, թե մենք որ ճանապարհով ենք գնում։ Ինչ վերաբերվում է հավելվածին, ապա այո, մեր բյուջեի քննարկումների ժամանակ պարզ էր, որ կան մեծ նախաձեռնություններ մեր տարբեր քաղաքականություն իրականացնող մարմինների կողմից, որոնք այս պահին հնարավոր չի տեղավորել այն ծախսային շրջանակի մեջ, որը այս պահին մենք ունենք, եւ ունենք հավելված, որտեղ կդնենք այն բոլոր նախաձեռնությունները, որոնք այս կամ այն պատճառով հնարավոր չի եղել հիմնական փաստաթղթի մեջ ներառել եւ արդեն հաջորդ տարի ելնելով մեր ֆիսկալ հնարավորություններից եւ առաջնահերթություններից առաջնահերթորեն կանդրադառնանք այդ հավելվածում ներկայացված ծրագրերից։ Մենք նաև հիմա վերջնականացման փուլում ենք վերաբաշխումների նոր կարգը, որը քննարկվել շրջանառվել է բոլոր պետական մարմիններին եւ այդ կարգով նաև կհստակեցնենք, թե ինչպես ենք մենք վերաբաշխումներ իրականացնելու այդ հավելվածում ներկայացված ծրագրերի եւ հիմնական ծրագրերի միջև։ Սա է հիմնական մոտեցումը լինելու եւ իհարկե նպատակ ենք ունենալու, որպեսզի ունենանք այնպիսի կատարողականներ, որպեսզի հավելվածում ներկայացված նաեւ առաջնահերթությունները կարողանանք ամբողջությամբ, եթե ոչ ամբողջությամբ, ապա գոնե հիմնական մասը ֆինանսավորել։ Շնորհակալություն, պարոն Հովհաննիսյան, հարգելի գործընկերներ, ես ուզում եմ փոքր պարզաբանող լրացում կատարել պարոն Հովհաննիսյանի կողմից ներկայացված պարզաբանմանը։ Մենք յուրաքանչյուր տարվա ընթացքում եւ դա մեր բյուջետային գործընթացները կարգավորող օրենքի մի մասն են, կարգավորման մի մասն են, ունենք օրենքով կառավարությանը վերապահված վերաբաշխումներ իրականացնելու հնարավորություն։ Եվ այդ սահմանաչափը օրենքով նախատեսված է ծախսերի 3% չգերազանցող մասով, որը 2026 թվականի համար հանրագումարով մոտ կլինի 100 միլիարդ դրամի։ Վերջին տարիների մեր փորձը ցույց է տալիս, որ մենք մշտապես ունենում ենք այնպիսի ծրագրեր, որոնք տարբեր պատճառներով տարվա ընթացքում վերանայվում են եւ այդ առաջացող միջոցները բնականաբար կառավարության կողմից ըստ նպատակահարմարության վերահասցեագրվում են այն նոր նախաձեռնություններին, որոնցով նախարարությունները հանդես են գալիս։
Այս անգամ նկատի ունենալով, որ մենք այս բոլոր կարևոր ծրագրերը թվարկելու արդյունքում ունենք դեռևս որոշակի հարցեր, որոնք իրենց կարևորությամբ թերևս պակաս չեն, ունենք այդպիսի նախնական ընկալում, որ ֆինանսների նախարարությունը երկու կարգավորում կբերի տարեսկզբին, որոնցից մեկը կվերաբերի նրան, թե ինչպես պետք է կանոնակարգվեն այդ վերաբաշխումները, եւ դրա հետ փոխկապակցված, բայց կարող ենք համարել երկրորդը, որով ավելի մեծ նշանակություն կտրվի օրենքի հավելվածում նախապես կառավարության կողմից ազգային ժողովին ներկայացված այն ծախսային ուղղություններին, որոնք քննարկված են եղել, հասկացված են եղել, ունեն բավարար հիմնավորումներ եւ արդյունքային ցուցանիշներ, որոնք որ ակնկալվում է այդ ծրագրերի իրականացումից, բայց մեր սահմանափակումների պատճառով այս փուլում դեռևս հիմնական նախագծում ներառված չեն։ Եվ սա է այն աշխատանքը, որ մենք պետք է շարունակենք անել տարեսկզբին։ Ես գիտեմ, որ նաև մեր նախարարությունները ունեն այդպիսի նկատառումներ, մինչև այս պահը որոշակի լուծումներ գտնելու նաև ակնկալիքներ, եւ այդ տեսանկյունից ուզում եմ դիմել նաև ձեզ, որ մենք այդ քննարկումը շարունակենք արդեն 2026 թվականի սկզբին, բնականաբար ազգային ժողովում քննարկումները հնարավորություն եւ մի ժամանակահատված են, երբ որ մենք որոշակի ճշգրտումներ կկատարենք, մինչեւ օրենքի նախագիծը քվեարկության դրվել է, բայց նաև սա կենթանի եւ շարունակական process է եւ մենք կփորձենք այն հարցերը, որոնք դեռևս լուծում չեն ստացել, նաև դրանք հասցեագրել եւ կարգավորել տարեսկզբին։ Այս ամենով հանդերձ, եթե հարցեր կան կամ դիտարկումներ կան նախագծի վերաբերյալ, խնդրեմ։ Տիկին Անդրեասյան, խնդրեմ։ Շնորհակալություն, հարգելի պարոն Խաչատրյան, հարգելի գործընկերներ, ես կուզեի երկու շեշտադրում անել։ Հաջորդ տարվա բյուջեն նաև ըստ էության պետք է ապահովի եւ սպասարկի կառավարության ծրագրի իրականացման ամփոփիչ փուլը եւ այդ իմաստով կարծում եմ, որ 26 թվականը շատ կարեւոր է սկսված որոշակի գործողություններ իրենց տրամաբանական ավարտին հասցնելու տեսանկյունից, ինչպես օրինակ դպրոցներում բնագիտական եւ տեղեկատվական լաբորատորիաների հիմնումը, որը կառավարության ծրագրով պլանավորված է, որ պետք է 2026-ին մեր բոլոր դպրոցները ունենան այդ հագեցվածությունը եւ բյուջետային պլանավորման տրամաբանության մեջ հենց այս ցուցանիշներն ու թիրախներն են նաեւ հիմք ընկած եւ սա հատուկ կուզեի շեշտել, որպեսզի նաեւ կառավարության ծրագրի կատարման տեսանկյունից մենք հաջորդական ընթացք ունենանք։ Երկրորդը ինչ կուզեի ընդգծել, դա մեր ռազմավարությունների իրականացումն է։ Մենք բազմաթիվ ոլորտներում ունենք ընդունված ռազմավարություններ եւ բնականաբար շատ կարեւոր է, որ բյուջեն սպասարկի նաեւ ռազմավարությունների իրականացումը եւ այդ իմաստով նաեւ ընդգծելով ձեր խոսքում առաջնահերթություններին անդրադառնալու մեր մոտեցումը պետք է դա նաև շեշտադրեմ ռազմավարությունների եւ նաև որոշ բարեփոխումների շարունակականության ապահովման տեսանկյունից, ուստի կարծում եմ, որ աշխատանքը թերևս ավարտված չի եւ մենք իսկապես ազգային ժողովի փուլում եւ նաև տարեսկզբին կունենանք լրացուցիչ քննարկումներ, որպեսզի ավելի հստակեցնենք այս բոլոր անելիքները, բայց ինչպես միշտ բյուջեն անընդհատ process է եւ հուսով եմ, որ նույն տրամաբանությամբ կշարունակենք աշխատել։ Շնորհակալություն։ Շնորհակալություն Տիկին Անդրեասյան։ Այլ հարցեր։ Պարոն Հովհաննիսյան։ Ես կուզեի